Համենը մտնում ենք ձու վերցնելու, բայց այս վարդագույնը ավելի համեղ է։ Մեզ մոտ եղավ արդեն երկրորդ տարին, որ ձյուն ենք տեսնում։ Այս unboxing-ին այնքան երկար եմ սպասել։ Ոնց է ցույց տամ։ Ահա իր ամբողջական տեսքը։ Ողջույն բոլորին, ուզում եմ որ վլոգի սկզբում ես սկսեմ իմ այս ողջույնի խոսքով բարևեմ բոլորիդ, հարցնեմ ձեր որպիսությունը, մեկնաբանություններում գրեք տեսնենք ոնց եք սպասում եք այս վլոգին, սպասում եք մեզ, կարոտում եք մեզ թե ոչ, ուզում եք որ վլոգները ավելի շփշուկ լինեն ալիքում թե ոչ, քանի որ երբ որ դուք պասիվ եք լինում, ես էլ իմ հերթին եմ պասիվ լինում, այնպես որ արձագանքները եթե շատ լինեն, ես էլ ավելի արագ եւ ավելի հաճախ կտեղադրեմ մեր վլոգների YouTube-յան ալիքում։ Դե ինչ սկսեցինք, այսօր շատ սիրուն, սենց մի հատ փաթեթի բացում ենք անելու, այս փաթեթը արդեն մեկ շաբաթից ավել է ինձ մոտ է փաթեթները, բայց ես չեմ բացում, որպեսզի ձեզ հետ բացեմ։ Ու մի տեսակ ամեն անգամ ես մի նոր վլոգ եմ այսպես նկարում ու ինչքան որ ձեզ ասել եմ որ պետք է մազերի հարդարիչները իրար հետ փորձարկենք, որը որ ես մեր այս հյուրասենյակից չեմ էլ հանել դուրս, ամեն անգամ դնում եմ որ աչքս տեսնի, ես հիշեմ ու նկարեմ ձեզ հետ փորձարկեմ, բայց այդպես էլ չեմ անում, չգիտեմ ինչի։ Մի խոսքով էլի մնաց, չգիտեմ, այս վլոգում ինձ թվում է չի լինի, այս վլոգում ճիշտ է, վլոգը սենց վլոգի սկիզբը մի քիչ էսթետիկ է, գեղեցիկ սիրուն է սկսվում, բայց վլոգի կեսից, որը որ ավելի շուտ եմ նկարել, լինելու է խանութից գնաց գնումներ, դա կտեսնենք արդեն վլոգի մյուս մասում, իսկ այս առաջին հատվածում ուզում եմ միասին բացենք մեր փաթեթները, ինչ գնացինք։ Դա եկեք ձևացնենք այն վլոգների նման, իբրև թե սենց ինչ-որ մեկը գցում է մեզ վրա, unboxing! Սկսեցինք, լավ, եկեք ցույց ենք այս ամենամեծ փաթեթից, այս փաթեթը ունի իր պատմությունը, ուրեմն, երբ որ եկել եք, այս իր վրա նախ լավ մեծ ծառերով գրված է Աննա Ստեփանյան, բայց իմ սիփանը մտածել է, որ կարող է Իրանը լինի ու բացել է, անգամ բացել է մեջից, նա երբ տեսել է, որ իր նվերները չի շարունակել է հանել բոլոր իմ պատվերները, որը որ ես արել եմ, ու չի գրել ներսը, ես էլ որ տեսամ մի քիչ սենց ներվեցի, որովհետև անգամ ես որ գիտեի ինձ համար գրել էի պահել էի, որ չբացի, ձեզ հետ նկարեի, ինչև ես էլ վերցրեցի սիրուն նորից առանց նայելու դուք պատկերացնում եք, այդ ձև աղջիկ կա, որ չնայի, առանց նայելու վերցրել եմ, դրել եմ մեջը նորից փակել եմ, որ ձեզ հետ բացեմ։ Սա այս փաթեթի պատմությունն է։ Հաճախ մոմոդելիս է ոճը։ Դե ինչ, եկեք ես հիմա իմ փակածը բացեմ ու սկսենք։ Այնքան սիրուն է այս իմ համար ավելի ճիշտ շատ սիրուն պատվերներ եմ արել ու կգնամ դուք էլ ձեր անկեղծ կարծիքը ասեք, թե որ փաթեթներ ավելի գեղեցիկ։ Գնացինք։ Մի քանի բաներ իրար հետ կփորձարկենք։ Ինչից սկսեմ, լավ, եկեք։ Հենց այստեղից։ Առաջինը, voilà։ Այսպեսի սև, հետաքրքիր, լույս անկնում, հենց ինչ-որ բան եմ ցույց տալիս։ Սև սենց հետաքրքիր սիրուն մայկա է, եկեք փորձենք տեսնենք այս ինձ թվում է տաբատից հետ կգնա, լայն տաբատ է, կարծում եմ գույներ իր հետ կգնա։ Շատ հավանեցի, իրոք լավն է, իր այս հատվածը ինչն եմ իր սիրում, որ այս հատվածը կարծես կորսետի նման լինի, ու շատ սիրուն ինքը տեսք է տալիս, չգիտեմ ավել ինչպես ես կարող եմ ցույց տալ, բայց այսքանը, սենց ավել չեմ կարող ցույց տալ, խոսքով պատկերացրեք արդեն, ոնց է երևում։ Հաջորդը, ճիշտն ասած, մտածում ենք, որ ինքը սենց շագանակագույնի մեջ է լինելու, ու այդպես է լինելու, որտեղ այս բանն է, որ սև է։ Ահա, մեկ էլ ես մի բան է։ Հասարել ենք մեջը սև գալիս, ինչ կա։ Հա, չգիտեմ ճիշտ ասած ոնց կլինի, իր տեսքը շատ սիրուն է նկարով, իսկ ես միշտ այդպես եմ խափնվում, բայց եկեք հագնենք, ինձ վրա փորձենք, սենց որ նայում ես, ինքը սենց թույլի, կերաստիկ, ինչ-որ շոր է, եկեք փորձում ենք, գնացինք։ Ասեք, որ սա է շատ սիրուն, շատ հավանեցի, ես բոլոր դնում եմ տաբատի ներսում, չգիտեմ, որևէ այլ տաբատի հետ հնարավոր է և դուրսը դրած սիրուն լինի, բայց ես մեկը տեսեք, ինձ իրա հենց այս հատվածը շատ է դուր գալիս, որ սենց ավելի գեղեցիկ ձևով է բացվածքը, ոչ շատ բաց է, ոչ չգիտեմ, տգեղ է նայվում և շատ հավանեցի, կսպասեմ ձեր մեկնաբանություններ։ Բացենք հաջորդը, սա արդեն հասկացա ինչ է, որ իրոք մի քիչ սեղմում է, խոսալուց անգամ ոնց որ վիզը սեղմի ու ես
ասեմ խեղդում եմ բաց թող։ Այսպեսի տաբատ, շատ լավն է։ Եկել է այնպես, ինչպես որ ես նկարով տեսել եմ եւ խափնվել էի։ Հիմա սա կփորձենք, վստահ եմ, որ սրա հետ էլ շատ սիրուն, շատ լավ կգնա, ու այն առաջինի սևի հետ էլ ավելի լավ կգնա։ Եթե չհալարեմ, վերջում հետ մի հատ կփորձեմ, շապարը։ Ինչ Ված չի, բայց ներքևի հատվածը չեմ կարող ավելի լավ ցույց տալ։ Կուզենայի, որ մի տեսակ անձև լայն է, սովորական տաբատ է իջնում։ Այսինքն կամ պետք է ինքը լավ լայն լիներ իր ձևը, որ ստացվեր լայն ինքը որպես տաբատ, կամ էլ ուղղակի քիչ ավելի քիչ լիներ ներքևի հատվածը, որ ավելի գեղեցիկ նայվեր, որտեղ այսպես կարծես տնային շալվար լինի։ Այս մատերիալն է սովորական հավես, այս հատվածը շատ լավ է ստում տաբատա, բայց ինքը ոնց որ ավելի sense տնային լինի, այս ներքևի հատվածի պատճառով եկեք փորձեմ դες նորմալ ցույց տալ։ Ուսամ որ այժմ արդեն հասկանալի եղավ իր ձևը։ Sense մի տեսակ, չգիտեմ դուք ասեք ոնց է երևում, նորմալ է, նորմալ չի, թե շատ sense լոթի-փոթի է, դուք ասեք։ Հաջորդը, որն է սրա սկիզբը և վերջը։ Հիմա փորձում եմ այս մյուս շագանակագույն տոպը։ Դե ինչ, ինչպես տեսնում եք, ես դիտմամբ թողել եմ, որ այս հատվածը տեսնեք, ինքը դիմացի մի քիչ երկար է, հետևը արդեն կարճ, որ սա իրան տեսք է տալիս։ Կարծում եմ, որ ինքը այս շալվարի թելերի շատ սիրուն է, կգնա, բայց իրան որպեսզի ցենց ավելի էլեգանտ տեսք տան, եկեք հիմա ես ձեզ ցույց տամ, թե սա պատվիրել եմ ինչի հետ հագնելու համար։ Իհարկե պետք է մի հատ արթուղվեր ինքը, որպեսզի իր գեղեցիկ եւ էլեգանտ տեսքի լավ երևար, բայց ինչևէ կհագնենք հիմա այսպես, հետո սիրուն նկարներով դուք կտեսնեք իմ Instagram-ում։ Խնդրեմ, հիմա էլ դինանեք է, որ ավելի լավ տեսնեք։ Ահա խնդրեմ, ես վարչակում կակա, որ ավելի լավ երևա, ու ինքը գեղեցիկ է նայվում և այսպես դուրսը դրած, և այնքան էլ մի գույնի մեջ է, որ տարբերությունը չի զգացվում, որտեղից է բաժանվում, տոպե թե կամբինեզիոն է։ Շատ լավն է, միայն արթուղված լիներ ավելի գեղեցիկ կլիներ, բայց բարակ է, ինձ չի թվում, եթե մի քիչ շատ ցուրտ տանի, հնարավոր կլինի այսպես դուրս գալ։ Ինչևէ, ես ասիստա շատ գոհ եմ այս երկուսից։ Դե ինչ, եկեք հիմա հաջորդը փորձենք։ Իրականում, երբ որ ես իմ զամբյուղը լցնում էի, պատահաբար տեսա, որ ինչ ընտրել եմ, շագանակագույն է, ու հետո նոր ասեցի, լավ, գոնե մի քանի հատ էլ սևի մեջ տոպեր են։ Իսկ հիմա սա կլինի սկիզբը։ Այսպես շատ գեղեցիկ և էլի պրակտիկ, ամենօրյա զգեստ է։ Ուզում եք, որ էլի տեսնեք, հա մինչև վերջ։ Վերից վար, եկեք։ Ահա իր ամբողջական տեսքը, ես էլի բարձրակողմներով եմ ինչպես միշտ գրում, շատ գեղեցիկ է, շատ էլի հավանեցի, ես պատկերացնում եմ իրան ավելացնել մի քանի զարդեր ու իր տեսքը շատ այսպես էլեգանտ կլինի։ Հավանեցի շատ, 10-ից սա 10, ովքեր ասեք ձեր կարծիքը, հավանեցի կարծիք թե ոչ, ինձ թվում է գույնն էլ կարծես հենց ինձ համար է։ Ինչ է սա։ Սա մի քիչ մուգ տեսակն է։ Ուղղակի սրա լայն ձեռքերը մի քիչ ավելի լայն են, հա, ձեռքերի հատվածը սենց լայն է ու կարծես սա էլ մի քիչ կարճ է, ես այդպես շատ կարճ չեմ սիրում, այս գեստը դեռ չեմ հանել, բայց հասկացա, որ ես ուզում կարող եմ մտածել նաև որպես տոպ, ված չի կարողապես, շատ սիրուն է, իրոք, սա էլ հավանեցի, ես ինչ լավ պատվեր եմ արել, սենց պատվեր դեռ չի եղել, որ ես պատվեր անեմ ու բոլորից գոհ լինեմ, այս իմ պատվերը 10-ից 100 արժեր իսկականից, շատ լավն է, իրոք, ու մատերիալ այնքան մի տեսակ հետաքրքիր է, չգիտեմ, սենց շատ փափուկ է, էլաստիկ, չգիտեմ, հետաքրքիր է շատ հավանեցի, սա էլ իդեալական էր։ Ես շատ էի ուզում ունենալ այն սպիտակ կամ սև երկար վերնաշապիկներից, այն սարուշկա ասվածը, որ սենց երկար գալիս է ու վրայից ջիլետ ես հագնում, շատ սիրուն, սենց աշնանային լուք է լինում, բայց ճիշտ ամեն քեզ ամտնում ենք արդեն դնարմունջ, բայց ոչինչ։ Ասեք, որ այս աշունիզում նեղ եղանակների ավելի սենց գեղեցիկ ու ավելի սիրուն լուքեր ես կարողանում հավաքել, քան օրինակ ամռանը, որովհետև ամռանը քանի որ շոկ է լինում, դու մտածում ես միայն այն մասին, թե ինչ հագնել, որ ով լինի ու չշոքեմ։ Վաու։ Իհարկե, ես այլ հիմա չեմ ուզում հագնել, որովհետև
իմ դեմքին շպարկա ու չեմ ուզում ավելորդ կեղտոտել իրան սպիտակա եկեք ուղղակի սենց պահեմ դուք տեսեք սևն էլ իրա պատվիրում դու սևով էլ աշխատում լուք էր հավաքվում անդադու նույն լուք բառը չասեմ ինչ ասեմ ինչ է հավաքվում դուք ասեք ինչ է հավաքվում եթե լուք չասեմ այ դրանից է հավաքվում սիրուն չի դա մի քանի ավել սենց բայց ինձ թվում է դրանը որտեղ մեր մոտ այսօր ինչ ունենք նոյեմբերի 24-ն է ու մեզ մոտ մի քանի օր առաջ ուղղակի անտանելի ցուրտ էր ցուրտ որ ես անգամ իմ գլուխը չէի կարողանում հանել դուրս երեխեքին անգամ մի օր այդպես տանը պահեցի որովհետև այնքան ցուրտ էր որ ես ուղղակի չուզեցի իրանց տպրոց ուղարկեմ դրա համար այս պետք է մի քիչ հարմար օր լինի եղանակ լինի որ կարողանամ իրան կրել իսկ իմ վերջին թանկարվեք պատվերս Ես ձմեռային, ինչ ձմեռային հոտ եմ առնում սրանից Okay ինքը երկու սեթ է, որը որ այժմ էլի չեմ կրելու, առանձինով ձեզ անպայման ցույց կտամ շատ սիրուն ինքը, երբ որ իրան արդուկ եմ, սենց չեմ էլ ուզում փորձել, արդուկ եմ եւ իրանով մի հատ սիրուն սենց կերպար հավաքեմ ստանամ, կնկարեմ ու դուք անպայման կտեսնեք, շատ սիրուն է, ես մտածում եմ ինքը տեսնես կգա այնպես ինչպես նկարով է ու հենց այդպես էլ եկել է, լավ էլ ակ է ու անգամ ձմռանը կարող են հագնել։ Իմ փաթեթները այսքանն էր, ուզում եմ չմոռանաք եւ անպայման դուք գրեք թե իմ այսքան պատվերներից որ պատվերը ավելի շատ հավանեցիք։ Իրավի մատանիս ուրա որ փաթեթի որ շորի կամ չգիտեմ ծրարի մեջ գնաց բարախտարի չկորցնեմ ոգևորված է չմոռանաք մեկնաբանությունները նշել թե որ պատվերը ավելի շատ հավանեցի Մամա Ջան Կարո՞ղ եք ասալույլ անենք Դե գնաբեր Այսօր նոյեմբերի 21-ն է Անդե դուք ասալույլ Մեզ մոտ եղավ արդեն երկրորդ տարին որ ձյուն ենք տեսնում առաջին անգամ Արդեն էր կոլա այնպիսի սառներ, այնպիսի ցուրտ էր, որ մենք սպասում էինք այս սիրուն ձյանը։ Բաշի թավ, մամա, կարդ եմ իր պապինք այսօր։ Այսօր չի հասցնի։ Այսօր ինքն էլ ուրախաց է, որ ձյուն է եկել։ Հենա սրանք Այ, ես կայտարին։ Հարի տակացի։ Պապա, վերա ձունա գալիս։ Պապա, լապտոր, իչիս բելա։ Ձեր չէ բոր։ Այժմ եկեք ձեզ ցույց տամ մեր կատարած գնումները Օշանից, որ շատ է սենց արագ եւ սենց համապատրաստից է ստացվել, որովհետեւ ընդհանրապես մտնում էինք զու վերցնելու, բայց կարծես մեկ շաբաթվա առևտուրել արեցինք, քանի որ այստեղ իմ տոպակի մեջ չէր տեղավորվում, մի քանի հատ ուղղակի այստեղ եմ շարել։ Այս քաղցր բամբակներից միշտ ուզում էի վերցնել, փորձել այն թրենդը, որ երեխեքի հետ հիմա անում են։ 4 հատ վերցրեցի, որ 2 հատով խաղան, 2 հատն էլ կտամ իրենք ուտեն։ Ճիշտ է, ես պատրաստում եմ, որովհետեւ տանը ունեմ բամբակի ապարատ, բայց սա ուղղակի ավելի շատ վերցրեցի խաղի համար։ Այստեղ այսպիսի հավի նագետներ են, տարբեր տեսակի կար, բայց նախընտրեցի սենց խիտ տարբերակը, որ ձեռքով վերցնել միանգամից ուտեն ավելի հարմար լինի եւ էլ կտրատելու կարիք չզգացվի։ Այստեղ հավի բդիկներ են, հացը ասացի երևի, հավի բդիկներից այսպես 2 հատ։ Ծառեցված սպանաղ, սարսարանում միշտ պահում են այսպես ծառեցված բրոկոլի, սպանաղ, լոբի, թարմ։ Սա բրոկոլի է, խնձոր, լոլիկ։ Երեխեքին համար սենց թելով հարիբոներից եմ վերցրել, մի քանի խաղցերներ, սենց ֆիլե զուկ, էլի ծառեցված։ Սրանք շատ եմ սիրում, կոկոսի համով ինչ են, բիսկուտներ են, գուլեր են, չգիտեմ, շարիկներ են, կոկոսի համովը շատ դառնա տարբեր համերի, այս վարդագույնը ավելի համեղ է ու երբեմն այսպես վերցնում եմ ինքը շատ քաղցր է, որ մի հատ ուտում ես, վերանում նախ հալվող ինչ-որ սենց հալչող է ու վերանում հալվում է ու շատ քաղցր է, դրա համար չես կարողանում շատ ուտել։ Այսպես կինդեր եմ վերցրել, այս կոկոսի համով կինդերներից, եթե արդեն հասկացած կլինեք, կոկոս շատ եմ սիրում եւ թե բաունտի, թե այսպես կինդերի այս կոկոսի համով տարբերակը շատ եմ սիրում։ Դից եմ վերցնում, որ գազօջախի համար օգտագործեմ ու ինքը ամենատաբար ակցիոնի ավելի ակցիոնում մատչելի է։ Բայց սա վերցրեցի, որ գնամ արդեն հիգիենան եւ նմանատիպ բաները ակցիոնից արդեն ավելի շատ կվերցնեմ։ Ձու, այս ձվի համար էինք գնացել Օշան, բայց տեսեք ինչ առևտուր արած դուրս ենք եկել։ Սենց ուրեմն խոզի էլի սենց ֆիլեատիպ տարբերակ,
խորովածի համարահարմար եւ թե գազին պատրաստելու։ 2 հատ վարուն, 2 հատ արդեն կորիզահանած զեյթուն, եւ 2 հատ սմետան, մեկը այս ֆիրմայի, մյուսը հունականն է 10%-ն է, իսկ սա կարծեմ 0%-ն է։ Տոպրակներ էլի գնեցինք, որովհետեւ նախատեսված չէր, դրա համար չենք վերցրել։ Այժմ այստեղից պետք է մի համեղ բան արագ պատրաստեմ, որ միասին ես ու Սիքանը հաց ուտենք։ Ինչեւ երեխեքը կգա։ Իսկ դու մնացեք մեզ հետ, բաժանորդագրվիր, եթե մինչ այս դու ինձ չես բաժանորդագրվել, որպեսզի գալիք շատ հետաքրքիր վիդեոները բաց չթողնես։